Թափանցիկորեն գրանցվող յուրաքանչյուր գործարք իր նպաստն է բերում պետության զարգացմանը։ Այս տարվա հունվար-նոյեմբերին ՀԴՄ-ներով գրանցվել է 725 միլիոն 400 հազար գործարք, ինչը 17,6%-ով ավելի է 2024-ի եւ 30,8%-ով 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 2 տրիլիոն 880 միլիարդ դրամ։ Նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ աճելով համապատասխանաբար 10,7 եւ 20,3%-ով։ Դինամիկան շատ դրական է, որը պայմանավորված է ինչպես տնտեսական աճով, այնպես էլ հարկային մարմնի կողմից իրականացված հիմնականում վերլուծությունների հենքով առավել թիրախային հսկողությամբ եւ վարչահարությամբ եւ իհարկե չմոռանանք ամենակարևոր կոմպոնենտը դա հարկ վճարողների առավել բարեվարկ գործունեության դրսևորումն է։ ՀԴՄ կտրոնների եւ դրանցով գեներացված հասույթի աճը խոսում է նաև երկրում տնտեսության թափանցիկության մասին եւ նաև դրա աճի մասին։ Փորձագետների գնահատմամբ գործարքների փաստացի արձանագրումը նպաստում է ինչպես հարկային դաշտի թափանցիկությանը, այնպես էլ պետական բյուջեի մուտքերի աճին։ Իրականում ստվերի կրճատումը թե պետական ֆինանսների կառավարման, թե տնտեսության կառավարման համար կարևոր նշանակություն ունի եւ այս առումով ՀԴՄ-ներով այդ կտրոնների տպումը կամ այդ մշակույթի ձևավորումը կարևոր նշանակություն ունի եւ նպաստում է ստվերի կրճատմանը եւ բյուջեի եկամուտների ծավալների մեծացմանը, այսինքն այն բոլոր վարչարարական միջոցները, որոնք կիրառվում են պետական մարմինների կողմից ստվերի կրճատման առումով, ինքը միանշանակ նպաստում է պետական եկամտային քաղաքականության բարելավմանը։ Վերջին տարիներին ցուցանիշների աճի վրա մեծ ազդեցություն են ունեցել անկանխիկ գործարքները։ Ընդհանուր ծավալից 1 տրիլիոն 74 միլիարդը կամ 37,3%-ը բաժին է ընկել անկանխիկ վճարումներին։ Անկանխիկ գործարքների ծավալը 2024-ի համեմատ աճել է 30,7%-ով, իսկ 2023-ի համեմատ 92,2%-ով։ 11 ամսում իրականացվել է 211 միլիոն 900 հազար անկանխիկ գործարք, ինչը 52,5%-ով ավելի է նախորդ տարվա եւ 185,2%-ով 2023-ի ցուցանիշից։ Անկանխիկ առևտրի ծավալների մեծացումը հենց նպատակ ունի նվազեցնել ստվերը, որովհետև անկանխիկ առևտուրը ենթադրում է որոշակիորեն ավելի թափանցիկ, ավելի հաշվետվողական գործարքներ եւ պետության եւ կառավարության այս պահին մեր քաղաքականությունը տարբեր գործիքներով դրան խթանելուն իրականում նպաստում է հենց նպատակ ունի ստվեր կրճատել եւ մյուս կողմից էլ կանխիկի սպասարկման ծախսերը նվազեցնել։ Այս գումարներն ի վերջո վերադառնում են հանրությանը տարբեր ծրագրերի տեսքով, նկատում է Կարինե Մնացականյանը։ Հավելում, լավ կլինի, որ մի օր հարկային մարմինը դառնա ոչ թե վարչարարություն իրականացնող, այլ ծառայություն մատուցող պետական կառույց։ Մեր նպատակը ըստ էության հենց դա է, որպեսզի առանց հարկային մարմնի որևէ վարչահարական միջամտության գործարքները ճիշտ փաստաթղթավորվեն եւ դրանց արդյունքում շղթայական կապով ճիշտ հայտարարագրվեն հարկերը եւ բնականաբար իրականացվեն դրանց վճարումները պետական բյուջե։ Ընդհանուր առմամբ այս գործարքներն իրականացրել են ավելի քան 61 հազար տնտեսվարողներ մոտ 83 հազար ՀԴՄ սարքերով։ Նիկոլայ Ավետիսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։